Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, Արցախնային զրույցներն է եթերում եւ շարունակում ենք Արցախյան բարբառով շփվել իրար հետ ու պլանավորել մեր օրվա սկիզբը։ Ամեն առավոտ փորձում ենք ինչ-որ նոր բենավ օրը սկսել, նոր մոտեցմամբ, բայց նաեւ մոռանանք վեճ սպորտի մասին, որովհետեւ առավոտյան սպորտը դա խիստ անհրաժեշտություն է։ Այդ հարցում Սորմըզ օգնելու է եւ սպորտի հանդեպ մեր սերը ել ավելի է փորձելու շատացնել մեր այսօրվա հյուրը Հուվեր ճապոնական շոտոկան կարատե Արցախի ֆեդերացիայի նախագահն է եւ Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահը Ժիրայր Պետրոսյանն է։ Ժիրայր, բարելույս։ Բարելույս ձեզ։ Ժիրայր, դեմոնք բարբառավանք շփվելու սոր ուրն հետ, դուզա մի քանի այդ մաս հարցազրույցներ բեն իլայլա միշտ գրական լեզվի հայերեն ավանքլա խոսելի սոր բարբառավանք խոսելու տեսնանք ինչքան ավս կարում բարբառավ ցիկտաս խոսենք դրա մասին։ Դե Ժիրայր, նախ իհարկե ուզում մասնագիտական գործունեության մասին խոսենք, որովհետև եւ քու անձնական էջավ եւ հայտարարություններով տեսանք վերխմբերն հավաքագրվում, արդեն ոնց է հասկանում լավ հոսք կա, այս ավելի մանրամասն կասից եւ շատ ուրախում վեր դու քու մասնագիտությամբ ստեղ շարունակում ես աշխատելը։ Կոզիմ ատե այդ կետից սկսենք Ժիրայր Պետրոսյանի գործունեությունը Արցախից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դուզն ասած վեր լավ բրաչան եկալում ստեղ տրամադրություն իլալ չի ինչ որ գործունեություն ունելի, որովհետև ես դեռ շատ մեծ բենում թողալի, դեռ մոտավորապես 500-ից ավելի աշակերտ ալալ Ստեփանակերտում ու ռայոններում, բավականի մեծ ֆեդերացիա ալալ Արցախում։ Հետո այդքանը կուրսնելա մի քիչ ընկճվածում իլա ստեղ։ Դա հոգեբանական բահա վերելող ճիսկող կնալալ։ Հա, դուզն ասած է դա տրամադրված չմլա ինչ որ գործունեություն սկսեմ, մինչև մի հատ առաջարկում ստացալ, просто դից совсем случайный, ինչ որ մարդու տեղեկացրալն վեր ես նման գործունեությունով զբաղվելիս միլալ ինձ առաջարկալն վեր այն խոխորցնեց զբաղվիմ հուր խնդիրներ ունե, դաուն, աուտիզմ էս նման խնդիրներ ունեցող խոխորցնի հետ մի պատար տարօրինակ ալալ ինձ էդի, որովհետև երբ քեզ նման փորձ իլել է։ Չէ, նման փորձ իլել չի, դա էդի մտավախություն է իլալ, բայց ամեն դեպքում սիրում կյանքում ճիշտան է դինել էլի, ասալ մի հատ էլ կարելի է այդ փորձին տեսնամ вообще այդ աշխարհը ինչ է ու հենց սկսալում դրանից այդ երկու հիվանդություն ասում չընտրան սինդրոմ այդ հա այդ սկսալում զբաղվել իրանց հետ հա նո բավականին ուրիշ է իրանց աշխարհը աշխարհը կալումը մոտեցումները պատկերացումները հա լրիվ տարբեր են անհատական մոտեցում ասինքն նորմատիվ դու միջև սկսելը ինչ որ ուսումնասիրալս փորձալս ինչ որ վարպետական բեներ ծվերից մոտեցումներ բեն թա պրոստը որպես ուղակի անհատ անց ինչ կա քու սրտումը դա երես կարել մուտիկացալ այդ առաջարկությունից հետո հետաքրքրվալում սկսալում ինտերնետում բենում հետաքրվել նման խոխորձնում սկսալ ուսումնասիրելը որպեսզի հասկանամ արժի փորձած թա չէ համ վխեցալում համ փորձալում բայց պատկերացրալս երևի պատկերացրալում էդի հա դժվարության աստիճանը պատկերացրալում որովհետև իրոք միևնույն ժամանակ եւ դժվար է նման խոխորձների հետ զբաղվելը ու շատ հիշտ ամենից հեշտ պահը այնայնում վեր խոխերքը քեզ սիրում են եթե սիրեցին այդ ախտորոշմամբ խոխերքը եթե քեզ սիրեցին всё քո գործը ճիշտ է որտեղ իրանք անկեղծ են չէ հա ու իրանց աշխարհը совсем տարբեր է даже иногда ստի ինձ մտածում ասում կարող все-таки նորմալ իրանքն որովհետև իրանց աշխարհը совсем տարբեր է ասում կարող все-таки նորմալ իրանքն վեճ թամ մեր կողքին չի մի հա մեր կողքին է ինչ որ մի խնդիր ասին որտեղ իրանց աշխարհը совсем տարբեր է ու ինձ հետաքրքրալ է այդքանը ընդհանուր առմամբ ինչքանս գործրալ այդ խոխորձներն ինչ ժամանակահատվածում լեհա եկալն ու մի անգամից սկսալım ես այդ գործով զբաղվել ինչքանա տև է ուզում ասեմ թա միջև առ այսօր զբաղվում եմ այդ խոխորձն է հա լուսե կենտրոնն է այդ հա այնտեղ կան նման խնդիրներ ունեցող երեխաներ հա ուրն այդ զբաղվում ինչև սոր Շատ լավ եւ դրանից բացի նաեւ առանձին ուրիշ խումբել ունի, չէ՞։ Հա, դրանից հետո արդեն դիաստացվա վեր խոխորձն այդ արդեն զբաղվելով ոնց ասած վտարոյ դխանին պեցվալա, ասամ չէ, նորից պիտի սկսեմ էլի խմբեր պեցանելը։
ու Պետսումրալ առաջին խումբը Պետսումրալ Միկասպորտ կոմպլեքսում Իշտեղա գտնվում դա։ Դա երրորդ մասը այդ հրապարակի մոտ է։ Հետո Պետսումրալ պենում Չարբախում ու մի հատ էլ արդեն կենտրոնում Իսրայելյան երեքում։ Իսկ ինչ տարիքային խմբերը, ինչ պայմաններ ավնկյամ, ժամեր եւ այլն։ 4 տարեկանից պետսյուր արդեն Սվաբոդնի Կարինկյան։ Նաև ուզում նշեմ, որ այդ խմբերից ունենք նաև անվճար խումբ, այն արցախցիների, այն մարդկանց հետի, ովքեր վեր այդ, ասենք, ֆինանսովի возможность չունին, ասենք այդ խումբը վեր գտնում է Չարբախում, այդ խումբը հատուկ դրա հետ ենք նախատեսալ, վեր այն մարդիկ որ հնարավորություն սոցիալապես ավելի թույլ ընտանիքների մասին։ Հա, իհարկե արցախցիներին էլի ինչ որ տեղով ասենք ընդառաջում ենք տարբեր վճարովի խմբերում, բայց այդ խումբը կոնկրետ անվճար է, կապ չունի ինքը Հայաստանից կլինի, թա Ղարաբաղից կլինի, ուղղակի անվճար է այդ խումբը։ Այսինքն 4 տարեկանից երեխաները արդեն կարինկյան ու սկսին մարզվելը։ Հա, միանշանակ։ Եվ այդ 4 տարեկան խոխորձն հետ դժվարություններ, այդ ամեն ինչի փորձը, այդ հաղթահարել այդ ամեն ինչը դու Արցախում ունեցած դաստեղից սկսավ։ Չէ, դե ես 12 թվից, ավելի ճիշտ 12 թվից, 10 թվից որպես մարզչական արդեն նկատում եմ այդ տարիքային խումբը։ Չէ, միշտ էլ իլալ է։ Հա, ես դաժե ծառայության վախտը միանգամից արդեն սկսալ եմ մարզչական կարիերան, այս ծառայության վախտը կոմանդիրը ինձ ասա, դու գործ չունես, քինա միանգամից, հա, Տերնովկոցը։ Շատ լավ։ Հիմա այս խմբերի մասին ենք խոսում, մեկը Չարբախի տարածքում, մեկը երրորդ մասի հրապարակի տարածքում, մեկը կենտրոնում։ Այդտեղ, այսինքն դիմորդները ոնց է ընդունվում Արցախից, Հայաստանից տարբերություն չկա, չէ՞, բացարձակ բոլորի հետ։ Կյաման եւ արդեն կան խոխերք եւ Արցախից եւ Հայաստանից։ Հա, կան, դիզա գերակշռող մասը Հայաստանից են, բայց Արցախից էլ կան։ Հիմա ուզում կամ հսնիկ դրան իրանց փոխհարաբերությունները ոնց է քինամ խոխերքը, որտեղ խոխերքը գիտեմ, մինը եւ գրական, մինը բարբարա, մինը կարում չխոսել եւ այլն, այդ հարցերը ոնց է լուծում ստանում։ Դիզն ասած այդ հարցը շատ հիշտ է լուծում, որովհետեւ լող բարբարա ում խոսում, ինձանա փռած լողջան դուս եկած, դաժե Հայաստանից արդեն լող սվերալում վեր խոխերքը բարբարա։ Հա, արդեն լող իզնհեդ վեր բարբարա ումնետն են խոսում։ Չէ, իրանքն Երևանցի խոխերքը իզնեդ բարբարա ում խոսում արդեն սվերալն, հա, ու ես իմ տերմինը ես այդ սվրցնելի ձևերից պենես վեր փորձում ասենք գրական մատուցիմ իմ պատար դուշ չտերնում, տանետի ավելի շատ մեր բարբարան խոսում ու իրանք է շատ հիշտ հարմարվալ։ Իսկ յուրանքյուրն է ոնց են հարմարվում։ Շատ լավ։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Եվ տեղ այդ տարիքային 4 տարեկային սկսած, նաև ուզում հասկանամ գրաֆիկին հետ կապված օրվա վեր ժամերի այնում խմբերը տարբեր են լինում, այսինքն ծնողներին քիչ թե շատ կա հարմարվելու հնարավորություն, թե չէ։ Դե հանց ժամեր ենք ցալ, օրինակ վեր շկոլից հետո ինի արդեն, օրինակ կենտրոնի այդ կլուբը վերբեցն կարատեի, ինքը ինելու է ժամը 3-ից մինչև ժամը 8-ը, այսինքն լյուբոյ ժամի ծնողը կարե բերի խոխին, այսինքն հնարավորություն է տրվում վեր ցանկացած ժամի հիբ հարմարա բերի, այսինքն տարբեր խմբերի է բաժանացի ինելու, խնդիր չկա այդ առումով։ Շատ լավ։ Եվ մի քիչ կոզիմ նաև քզնետ անդրադառնանք թե դույզա շատ անգամ անդրադարձած, բայց սոր եւս մեկ անգամ մանավանդ հենց այդ մանուկ տարիքի խոխորձը կյանքում ինչքանավա կարևոր վեր սպորտում իրանք ինին խոխերքը, որովհետեւ հա ծնողը մտածում է, ասում է միգուցե քինա կամ քինավեճ, բայց դրան անհրաժեշտությունը խոսքը ապագայում պրոֆեսիոնալ մարզի կամ մարզիչ դառնալի մասին չի, այլ հենց այդ տարիքում, հենց այդ պատանեկության տարիքում ինչքանավա անհրաժեշտ վեր խոխերքը ինի սպորտում։ Դե կոնկրետ սպորտը ու կարատեի մասին խոսում, դե ընդհանրապես սպորտը տալիս է տամա այն ամենը, ինչ հարկավոր է վեր մարդը լիարժեք ինի, թույլերին տալիս է ուժ է տալիս, անվստահներին վստահություն, ինչ որ բանի հասնելու ձգտում, առողջ մարմին։ Իսկ այս մարզաձևի մասին վեր խոսենք կոնկրետ կարատեին, ու այդ քանը կարատեին է, ընդհանուր բոլորին է վերաբերում, ու այդ կարատեն ներառյալ։
Շատ լավ։ Ժիրայր, իսկ Արցախի այդ 500 մոտավորապես 500 աշակերտներից կան մարդիկ վերստեղ հնարավորություն են, որտեվ այս իրավիճակում հասկանալի է, մարդ մինը հեռու տեղա կենում, մինը Երևան չկենում, ինչ որ մարզում է մեկը երկրից դուրս է, կան մարդիկ, որ փորձում են այդ դժվարությունները հաղթահարին եւ անպայման խոխերք կյան իրանց հետ քիչ թե շատ կապը կա։ Իհարկե կա այդ կապը, հեռու տեղերից էլ ունենք աշակերտներ վերկյաման, այն թափից պենից կյաման հսնում են, բայց դա մծ խնդիր է, որովհետև խոխերք վերվասնանում կուջին իլալ, դա Ստեփանակերտ կերլիս իլա մարշրուտկում տինին ղարկին, հիշ ստացվելիս է իլալ, ստեղ մի պատար դիժերա պրոբկի կպենը պարապունքի ծուշանում են, սկզբից վեր խումբը պեցում վրա մծ հոսք է իլալ, եկալ են քյոնը աշակերտներած, մին երկու հասկացալ են վեր դիժերա, որովհետև ինչքան էլ փորձում են ժամանակին կյան, համ դի չի ստացում, համ էլ ծնողը կարող չի կուջի խոխին, ասենք պես դեղ մեր կողքին լա ստացվելիս ալալ, այդ ամենը ստեղ ստացում չի։ Բայց միանշանակ ունիմ քյոնա խմբից աշակերտներ, ու դաժե էլի հեռու տեղից էլի կյաման հսնում են, բայց ամեն դեպքում խնդիր է։ Խնդիրը վերևեր փորձում են ծնողները քիչ թե շատ լուծածին եւ հնարավորության դեպքում այդ խնդիրների լուծում են տամ։ Ժիրայր Պետրոսյանին եկ հիշինք մի քանի տարի առաջ, նույնիսկ մինչեւ 2020 թվականը դու կարիս ազատես շատ ավելի մխելա ստի հետ քինաս ու օզում դի մի քիչ կիսվիս նաև մզնհետ քու ապրած Արցախում, որտեղ Արցախը ընդհանրական բոլորիս հետ իհարկե իրան արժեքը գաղափարը տունը կա, հայրենիքի այդ հատվածը կա, բայց մինը ամենին իր մեջին իրան առանձին Արցախն է պահում։ Դի ավելի շատ սիրելի տեղեր, ինչն է շատ կարոտում, ինչ որ ընտանեկան ավանդույթներ, ինչ կպատմիս քու մասից ենք։ Դե միանշանակ դեղ ավելի հետաքրքիր է դրա մասին դաժե պետք է չխոսած, որտեվ բոլորն էլ տա վկայում են, որտեվ դեղս մծացավ։ Հա, ավելի հիշտալալ, ավելի հետաքրքիր, հնարավորությունն ավելի շատալալ։ Իմ ամենից մոտ սիրելի զբաղմունքս տոնը սարքելալ, ես դաժե տիպերների հանդեպ սեր ունիս։ Ну տոն սարքելի նկատի չունիմ, ես սարքել եմ, նո այդ կազմակերպել, հա, ասինքն ես իմ տոնս եմ սկսա սարքելը, դեղ տարիներ շարունակ իմ տոնը սարքելիս միլալ, մինչև վերջին օրն էլ այն միլա սարքելիս, մին դաժե ստղան դուսկալիս, երկու օր առաջ էլի մզ ներդրումը մռալ տանը հետի, վերջի մի խոսք 23 թվականի մասին է խոսքը դուսկալը վերասում ես։ Հա, հա։ Հա, նկատեցի որ մենք խոսքի մեջ ասած դաժե ստղան դուսկալիս, այսինքն մուքսը մենք խոսում ենք դու այնս մոտովի արդեն կտանը։ Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Ու հավատավ հենսրել այդ ներդրումներն անելիս։ Հա, մինչև վերջին վարքյանն էլ հավատալում վեր սոտեկի ինչ որ մի հատ լուսինելու է, վեր սոտեկի մնալու ենք։ Մնալու ենք ու մանկություն չտեղանց կացավ։ Կալցոյն։ Կալցոյն ջահիրներ անց։ Կալցոյն զապրավքին թաղերան։ Ինչերոնից պատմել է այդ հատվածներից, այդ թաղերից, ինչերա վկլած զբաղված կուչուր վախտը։ Ինչ մի պատաշտի պատմես լիքու այդ մանկության ժամանակահատվածից։ Եթե մանկությունից խոսենք, շատ հետաքրքիր մանկություն ունեցալ։ Թաղի ավանդույթներ այլ, ինգամ կողքի թաղքիներ, գալ խաղաներ։ Իլելա հապ ինչ դե ես իմ տարիքային խոխորցան ամենից բերվի ես ում սկսա կարատե զբաղվել իմ պակալեն ումս Ինչ տարիքից իդեպ 5 տարեկանից ես ում սկսալ հա վեր սկսամ արդեն զբաղվելը իմ պակալենից հալամ զբաղվելիս չիլալ միշտ թաղի մծերը որպես ինձ սպորտսմեն տնելիս իլալ բոյի պենելա կազմակերպելիս կողքի թաղին պենի խոխորցներ պեն վերջը հա դի հետաքրիր պատմությունների կան ու մանկությունը այդ բակումը անցկացավ վեր ափսոս որ մեր խոխորցմունք շատ դժեր ենք ասում դուս եկեք հայատ մի պեն խաղերեցիք եկեք բայց մերը դի անցկացավ հա բանջ շատ լավ եթե ջիրար վերջին հարցն է մեր սորվա հանդիպման եթե այս պահին դու հնարավորություն ունենաս առանձին մենակ դուս եւ Արցախը բայց Արցախը ինքը մարդու որպես կերպար ցես երաչիտ կաղնացին ինչ կայ սյուրան կազիմ սպասը Սպասեկալունք։ Սպասեկալունք։ Շնորհակալություն այդ հավատիդ հետի, շնորհակալություն այդ վերադարձի ցանկությանդ հետի եւ շնորհակալություն առհասարակ ու գործունեությանդ հետի, որովհետեւ դա շատ կարեւոր գործավերվեր դու անումս մեր խոխորցը դաստիարակումս առողջ ու առհասարակ դաստիարակումս կեցես։ Քեզ հաջողություններ ենք մաղթում։ Ձեզ եմ շնորհակալ։
Ձեր ստուդիոներ տաղավարում մեր Ժիրայր Պետրոսյանն էր, բոլորիդ մաղթում ենք հաճելի օր եւ կրկին սիրով բոլորիդ ասում ենք բարի առավոտ։